Ագրավն ու աղվեսը։ Մի օր ագրավը մի կտոր պանիր գտավ և ուրախ նստեց ծառի բարձր ճյուղին, որպեսզի հանգիստ ուտի իր գտածը։ Այդ ժամանակ անցնում էր խորամանկ աղվեսը։ Նա նկատեց ագրավին ու նրա կտուցում պահած պանիրը և որոշեց հնարքով վերցնել այն։ Աղվեսը մոտեցավ ծառին ու սկսեց քաղցր խոսքեր ասել. «Օ, ինչ գեղեցիկ թռչուն ես դու, ագրավ, քո փետուրները փայլում են արևի տակ, իսկ տեսքդ հիասքանչ է, բայց ասում են, ձայնդ էլ է շատ գեղեցիկ, ուզեի լսել քո հրաշալի երգը»։ Ագրավը լսելով այս գովեստները շատ ուրախացավ ու հպարտացավ։ Մոռացավ իր զգուշությունը և ուզեց ցույց տալ իր հրաշալի ձայնը։ Նա բացեց կտուցը երգելու համար և հենց այդ պահին պանիրը ընկավ ներքև։ Աղվեսը արագ վերցրեց պանիրը, խորամանկ ժպտաց ու ասաց. «Շնորհակալ եմ, սիրելի ագրավ, հիմա ես գիտեմ, որ դու ոչ միայն գեղեցիկ ես, այլև մի փոքր միամիտ»։ Այսպես աղվեսը խաբեց ագրավին, վերցրեց նրա պանիրը, իսկ ագրավը մնաց ամոթահար։ Այս առակը մեզ սովորեցնում է, որ չպետք է հեշտությամբ հավատալ մարդկանց քաղցր խոսքերին ու գովեստներին։ Հաճախ մարդիկ կարող են մեզ գովել ոչ թե որովհետև իսկապես գնահատում են, այլ որովհետև ցանկանում են ինչ-որ օգուտ ստանալ մեզանից։ Ագրավը խաբվեց, որովհետև լսեց միայն հաճելի խոսքերը ու մոռացավ մտածել։ Եթե նա ավելի զգույշ լիներ, չէր կորցնի իր ունեցածը։ Ուստի պետք է հիշել, որ մարդուն պետք է գնահատել իր գործերով և ոչ թե միայն խոսքերով։